դիրքորոշման հետ կապված ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, գիտեք, որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել մինչեւ օրս։ Մենք չենք տեսել որևէ նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ դատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Պարոն Խանդանյան, այդ առումով կա Հայաստանի մոտ Երևանի մոտ մնացել է ակնկալիք, որ ամեն դեպքում հնարավոր է այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում ամեն դեպքում ինչ-որ մի փուլում լինի, թե այլևս որևէ ակնկալիք չկա եւ նաեւ դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումը հապկի հետ որևէ հեռանկար այսպես չպատկերացնելը եւ ըստ էության եթե այս քայլին գնան, այսինքն Հայաստանի զրկենձայնի իրավունքից այդտեղ ընդհանրակարգում նաեւ կարող են հեռացնել անդամներից մեկին կառույցից, այս հեռանկարը եւս անհանգստացնող չի Հայաստանի համար։ Կարծում եմ այդ այնքան տևական ժամանակ է անցել, որ այդ ակնկալիքը նաեւ շատ ժամանակավրեպ կարող է լինել, որովհետեւ գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մասնավորապես խաղաղություն է հաստատվել եւ մենք բոլորովին այլ հանգամանքներում ենք հիմա խոսում մեր Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին, սահմանազատման գործընթացն է իր ողջ ծավալով ընթացքի մեջ եւ եթե նույնիսկ որևէ տեսակի հայտարարություն լինի հապկի կողմից կամ որոշում, ես կարծում եմ, որ դա կլինի ժամանակավրեպ։ Իսկ եթե Հայաստանում հեռացնեն, դա եւս իրավիճակ է, որի պետք է քննարկենք, հասկանանք եւ հաշվի առնենք մեր հետագա հարաբերություններում հապկի կազմակերպության հետ եւ կազմակերպության անդամ երկրների հետ։ Մի հարցերի ատամների Պարոն Խանդանյան, ուզում եմ իմանալ նաև նույն գործնախարարի տեղակալը ԵԱՏՄ-ից կապված է հայտարարություն արել, ընդդել է այն հայտարարությունը, որ ընդունվել է մայիսի վերջին եւ ըստ էության ակնարկում է հնարավոր որոշումների մասին, այսինքն հնարավոր հանրաքվեն չանցկացնելու դեպքում իրենք ինչ-որ որոշումների մասին են ակնարկում։ ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև Հնդկաստանում, այն համարելով առաջնահերթություն, անգամ նշեց, որ կառավարության ծրագրում կգտնի իր արտացոլումը, քանի որ այս դեպքում իրավիճակը այլ է եւ Հայաստանը այլ ձև է պատկերացնում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, այս դեպքում հնարավոր է ամեն դեպքում այդ հանրաքվեի սցենարը քննարկվի, եթե ոչ, ապա որն է Հայաստանի, այսպես ասած, պլան B-ն, եթե իրենք ակնարկում են հնարավոր որոշումների մասին, իսկ դրանք կարծես թե ոչ այնքան շահեկան են լինելու Հայաստանի համար։ Հանրաքվեի օրակարգ արհեստական օրակարգ է եւ բազմից նշվել Հայաստանի վարչապետը, կառավարության մեր գործընկերները, իմ գործընկերները, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Եվ բնականաբար Հայաստանը մոտ ապագայում, առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել եւ որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել, խոսքը Եվրոպական միությանը անդամակցության հայտ ներկայացնելն է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցության, ինչպես տեսակ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց եւ ներկայացրեց մեր դիրքորոշումը, նաեւ Հայաստանը ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում, բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, ներդրումն է ունենում, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նաև ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանը ակտիվ մասնակից է, եւ այստեղ նաև կարևոր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների դիրքորոշումները նման հարցերի անդրադառնալիս, որովհետև ԵԱՏՄ անդամ եւ մեր գործընկերը, որի հետ մենք շարունակում ենք աշխատել, ինչպես Ռուսաստանը, այնպես նաև մյուս գործընկերները, Ղազախստանը, Կրղիզստանը եւ այլն։ Ուստի այս հարցի շուրջ մենք շարունակենք աշխատել մեր ԵԱՏՄ գործընկերների հետ, ԵԱՏՄ-ի հետ մեր կարգավիճակը ԵԱՏՄ-ում եւ անդամակցության շարունակությունը նաև ամրագրված էր քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական ծրագրում եւ դա իր արտացոլումը կգտնի նաև կառավարության ծրագրում։ Պարոն Խանդանյան, տեսեք, այս հայտարարությունը Կարգոզինի հնչել է անմիջապես ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։ Ըստ էության այն բացատրությունները, որ Փաշինյանը ներկայացրել այնտեղ, ընկալելի չի նրանց համար, այսինքն նրանք պնդում են, որ պետք է դուք կողմնորոշ
որոշվել։ Հիմա ենթադրենք շարունակվեց վիճակը եւ գա ինչ-որ մի բան, որ իրենք կտրուկ գործողություններ դիմեն եւ Հայաստանին խաղաղելի դիմեն եւ Հայաստանին օրինակ հեռացնեն ԵԱՏՄ-ից։ Ինչ է լինի։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի իրավ անդամ է եւ այնտեղ եւս ունի իրավունքներ եւ այդ որոշումը այդպես հեշտ կայացվող որոշում չի լինելու, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել, մենք շարունակելու ենք համբերատար աշխատել եւ բացատրել այնքան, մինչեւ դա անկալելի լինի մեր գործընկերների համար, մեր բոլոր գործընկերների համար, նաեւ մեր եվրոպական միության գործընկերներն են դրան հետեւել։ Նաեւ այնտեղ հավաքված երկրները ղեկավարները Փաշինյանը ասաց, միայն ինքը ասաց, եւ որևէ արձագանք չեղացան։ Մենք շարունակում ենք աշխատել մեր բոլոր գործընկերների հետ, ԵԱՏՄ-ում եւ ԵԱՏՄ-ից դուրս եւ համբերատարորեն մենք կշարունակենք բացատրել մեր դիրքորոշումը եւ բնականաբար դա պարզից էր պարզ է, որ երբ որ Հայաստանի Հանրապետությունի վերջո կայացնի այդ որոշումը, որ մենք դիմում ենք Եվրոպական միության անդամակցելուն եւ դրա համար նաեւ պետք է լինի անցկացնել հանրակրվե, այդ ժամանակ երկուսում անդամակցությունը անհնարին կդառնա Հայաստանի իր կամքով մեկից դուրս գնա։ Բայց չէ, դա մեկ բազմիցս նշել եք, որ Եվրոպական միության ինտեգրման process-ը մեր համար ներքին process է, բարեփոխումների process է, եւ մենք իրականացնելու ենք այդ բարեփոխումների process-ը եւ կդիմենք Եվրոպական միության անդամակցել թե չենք դիմի, մենք կիմանանք, որ մենք ունենք մի երկիր, որտեղ կան այնպիսի ստանդարտներ, որոնք լավն են եւ որոնք անպատասխանում են Եվրոպական միությանը։ Հատկապես հիմա, երբ որ մեր օրինակ արտադրողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, այլ տնտեսվարողներ, որոնք խնդիրների են բախվում Ռուսաստան արտահանումների հետ, իրենք այս process-ը նաև հնարավորություն է մեր տնտեսվարողների համար համապատասխանեցնել իրենց ստանդարտները եվրոպական շուկաների համար եւ ունենալ ալտերնատիվներ։ Այս թեմային կապված մի հարց է պարոն Խանդարյան, քանի որ հստակ հայտարարում է, որ քաղաքական է ամեն դեպքում այնինչ արվում է Հայաստանի արտադրանքների նկատմամբ քաղաքական կոմպոնենտ է այստեղ նշում է նաև վարչապետը, ընդդումներ եւ հավաստիացումներ են հնչում նախընտրական փուլում եւ որ հետընտրական փուլում այս հարցերի լուծումը կտրվի եւ կհասնի արդեն այնպես իրավիճակի, որ խնդիրները ըստ էության կվերանան, բայց չի ստացվում վարչապետի ավարտել Խանդարյան, ինչու չի ստացվում նախ եւ դուք ասում եք կոնսենսուսով է այդ հեռացնել եւ այլն, բայց դուք քանի որ սա քաղաքական է, դուք բացառում եք, որ կստեղծեն այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանի համար ըստ էության խնդիրները ավելի կխորանան եւ տնտեսությունը կոնկրետ բարդ իրավիճակում կհայտնվի։ Ինչ է լինելու այդ դեպքում, այդ պլանը կա, ինչ է կան։ Դա հետընտրական ժամանակահատվածը դեռ ընթացքի մեջ է եւ ինչպես տեսնում եք Հայաստանը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ, Հայաստանը նաեւ կանգնում է իր Հայաստանի կառավարությունը կանգնում է իր քաղաքացիների կողքին, որպեսզի հնարավորինս մեղմի են վնասները, որոնք նրանք կարող են կրել այս իրավիճակի բերումով, բայց նաև պետք է հասկանալ, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը շահեկան է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև կազմակերպության եւ այդ կազմակերպության անդամակցող պետությունների, այդ թվում եւ Ռուսաստանի Դաշնության համար, թե տնտեսական առումով եւ թե քաղաքական առումով, եւ սա եւս մի ուղերձ է, որը մենք շարունակաբար փորձում ենք հղել եւ մենք շարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համապատասխանությամբ են համեսեկել սպիկականը կայացած խաղաղության գագաթներով մեկամյա տարբերացի կապակցությամբ ըստ ձեզ սրանով է նաեւ պայմանավորված ռուսական կողմից երկրորդ ագրեսիվ հայտարարությունների անհանգստացնող հայտարարությունները, որ մեր երկրում խաղաղությունը ամրապնդվում է, օրեցօր։ Ես չէի փոխպայմանավորի դրանք, այն ինչ որ արձանագրվել է երեկվա հայտարարության մեջ, դրանք արդեն մեկ տարվա իրողություններ են եւ շատ կարեւոր է, որ այդ գործընթացը առաջ է շարժվում, թե քաղաքական հարաբերությունների, թե խաղաղության գործընթացի ամրապնդումը եւ թե դրանից բխող նաեւ տնտեսական համագործակցությունը, որը առևտրային համագործակցությունը, որը ձևավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես նաև Հայաստանի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացումը այնպիսի ոլորտներում, որոնցում մենք
փորձառություն չունեինք համագործակցության, բայց այսօր արդեն տեսնում ենք օրինակ, որ արհեստական բանականության եւ հաղորդակցությունների ոլորտում խոր համագործակցություն ունենք։ Ես սա մի գործընթաց է, որը բխում է բացառապես Հայաստանի շահերից եւ մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվելու եւ մենք բազմիցս նշել ենք, որ մեր որևէ հարաբերություն որևէ երկրի հետ խորացում այդ հարաբերությունների ի վնաս չէ մեր այլ հարաբերություններին եւ սրանում է կայանում հենց բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը։ Հիմնավորեն ասածս Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնեն, որպես Ռուսաստանի դեմ գործիք։ Ինձ հիշեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որը ասում էր Հայաստանում է պետք, եւ դրան հետևեցին գործընթացներ եւ հասկացանք, թե Հայաստանում է պետք, որքան է պետք եւ որտեղ է պետք, ուստի նման սպառնալիք մեզ չի սպասում։ Firebird ընկերության մասին։ Firebird AI-ի նորաստեղծ, ես կես միլիոն դոլարանոց, բայց օրինակ այստեղ բնապահպանները արձանագրում արդեն ահազանգում են, որ բնապահպանական մարդկանց առողջության վրա ազդեցության ռիսկերը չեն գնահատվել եւ կարող են ներառել ջրային եւ էլեկտրաէներգիայի պաշար, ոչ բավարար պաշարներ, արդյոք կառավարությունը այս հարցը քննարկել, արդյոք դրա հետ կապված խնդիրներ կան, թե ոչ։ Ես տեսել եմ այդ մտահոգությունները եւ նաեւ ուսումնասիրել եմ, եւ նաեւ հետեւել եմ արձագանքներին ընկերության ներկայացուցիչների եւ մասնագետների եւ ըստ էության ջրային ռեսուրսներ խոսքը գնում էր այդ արհեստական բանականության գործարանի հովացման համակարգի մասին եւ կային պնդումներ, որ Սևանա լճի ջուրն է օգտագործվելու դրա համար եւ ջրային ռեսուրսների ահռելի ծավալ է օգտագործվելու պարզվեց, ինչպես մասնագետները բացատրեցին, ընդհանրապես խմելու ջուր չի օգտագործվելու հովացման համար, հատուկ նյութ է օգտագործվելու, որում օգտագործվում է թորած ջուր, փակ ցիկլով է դա տեղի ունենում եւ բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնի Կոտայքի մարզի եւ Հարակից շրջանների համար այս գործարանը սա մասնագետների եւ տեսակետն է եւ իրականությունն է, ինչը կարծում եմ բնապահպան ակտիվիստների բոլոր մտահոգությունները փարատել են։ Ես բնականաբար նման ծավալի ենթակառուցված ստեղծելուց առաջ փորձաքննություններ եղել են էներգետիկ ռեսուրսների ծախսման առումով ես կարծում եմ համապատասխանեցվել են ռեսուրսները, որոնք մենք ունենք եւ նաեւ այն ռեսուրսները, որոնք մենք պատրաստում ենք շահագործել, մասնավորապես արևային էներգիայի ռեսուրսների օգտագործումը, կուտակիչ կայանների եւ այլն, ես չեմ կարծում, որ այստեղ լուրջ մտահոգության առիթ կա։ Օրինակ ասում է Firebird AI-ը Հայաստանում հիմնելու 100 մեգավատ հզորությամբ կայան, ծախսվել է ընտանեկան էլեկտրաէներգիայի 13%-ը, պատրաստ եք։ Ես մասնագետ չեմ, բայց ես կարծում եմ, որ դա ռիսկերը բնականաբար հաշվի առնված կլինեն եւ դա միակը չէ, մենք ունենք նաեւ երկու այլ արդեն դատակենտրոններ Գագարինում եւ Երևանի պետական համալսարանում եւ ես հույս ունեմ, որ մեր երկիրը կշարունակի դառնալ միջազգային կենտրոն արհեստական բանականության զարգացման տեսանկյունից։ Պարոն Աբանյան, Նիկոլ Փաշինյանը երբ եկամուտացել էր հիստորիայում, նշել էր, որ առաջկայական պլանում կողմերին չի առաջկայական գործունեություններ առաջիկա կարող են լինել եւ բացի այդ այսպիսի ներդրություններ կան, որ Ժիգնի նախագծի խաղարը բնական հանգամանքները եկամուտի հարցը իրեն առնել արված հարաբերությունները, այս մասով Իսկապես գործնական փուլում է TRIP-ի իրագործումը, գիտեք, որ Միացյալ Նահանգներում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը եւ արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում այդտեղ, եթե չեմ սխալվում, այն կոչվում է Տրանսկասպիան հիմնադրամ
դրամ, նաև ընթացքի մեջ է իրագործելիության ուսումնասիրությունը եւ ես մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ արդեն բուն շինարարությանը կանցնենք երկաթուղու, նաև հետաքրքրություն կա հնարավորինս արագ էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից, որովհետև հիշում եք, որ TRIP-ը միայն երկաթուղի չէր, այլ նաև այլ ենթակառուցվածքների ծրագիր էր, ինչ վերաբերում է Իրան-ամերիկյան հարաբերություններին, իհարկե մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատի եւ մեզ հույս էր նշնչել այն պայմանավորվածություն, այն բանակցությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, կարծես թե ձևավորվել էր խաղաղության պլան, հույս ունենք այդ պլանը կիրագործվի, իսկ ինչ վերաբերում է TRIP-ին իրագործմանը Հայաստանում եւ Հայաստան-Իրան հարաբերություններին, այստեղ կարծում եմ որևէ մտահոգվելու առիթ չկա, մենք մեր Իրանի մեր գործընկերների հետ Հայաստանի կառավարությունը ակտիվ քննարկել է այս հարցը, փոխըմբռնում կա այս հարցի շուրջ եւ ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ամերիկյան լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործմանը։ Այսինքն ամեն դեպքում երկաթգծի կառուցման հարցը կապված է նրանից, թե Իրան-ԱՄՆ հարաբերությունները կդրսևորվեն։ Ճիշտ հակառակը, ընդհանրապես կախված չէ դրանից, երկաթգծի կառուցման հարցը օրակարգի հարց է, ինչպես նշեցի, ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը եւ այլ պարամետրեր, եւ որպես ուսումնասիրությունները եւ տեխնիկական զորությունները ավարտվեն, կսկսվի բուն շինարարության հարցը, այստեղ քաղաքական խոչընդոտ ես չեմ տեսնում։ Պարոն Խանդենյան, ոնց ասացինք, տարավերջին քննարկվելու է Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի մասին հարցը։ Այս պահին Հայաստանը քննարկումներ ունի այլ մասով, արդյոք դիտարկվում է այլ երկրներից գազի դիվերսիֆիկացում իրականացնել, օրինակ Արևան Իրան, Իրաք, ինչու՞ չէ նաև Ադրբեջան, որովհետև Ադրբեջանից վառելիք ներկրում են Հայաստան։ Այս հարցի շուրջ չգիտեմ Ռուսաստանի հետ վերջի խոսակցությունը երբ է եղել եւ ծանոթ չեմ մի հայտարարության, որը հիմք է մեզ մտածելու, որ գազի սակագինը կարող է փոխվել, այնուամենայնիվ, երբ որ նման իրավիճակ առաջանա, կրկին բարեկամաբար մենք մեր ռուս գործընկերների հետ կունենանք այս քննարկումները, բայց դիվերսիֆիկացիան իհարկե կարևոր է այս հարցում, եթե հաշվի սխալվում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի վերջին Իրան այցի ժամանակ նաև նման քննարկումներ տեղի ունեցել գազի ներկրման ծավալների ուղղությամբ եւ այս ուղղությամբ եւ մենք եւս կաշխատենք եւ TRIP-ը եւս նաև գազամուղի է վերաբերվում, այսինքն Հայաստանի տարածքով անցնելու է TRIP-ի շրջանակներում գազամուղ եւ սա գուցե եւս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք եւս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից։ Իհարկե սա շատ տեսական միտք է, որը ես հիմա այս պահին արտահայտում եմ, բայց դա բարդ չէ գործնականում իրականացնել։ Իսկ խաղաղության վարակի շրջանակներում Ադրբեջանից Հայաստան գազի ներկրում պլանավորվում։ Դե գիտեք, տարբեր տնտեսական հարաբերությունների եւ էներգետիկ հարաբերությունների քննարկումներ տեղի ունեցել են այս ընթացքում Ադրբեջանի հետ, ես չգիտեմ թե կոնկրետ գազի մատակարարման հարցով ուր ենք մենք հասել այդ առնչությամբ, բայց դա բացառված սցենար չէ։ Պարոն Խանդենյան, նաև տեղեկություններ կան, որ ռուսական պատժամիջոցների երկրորդ փուլն է սպասվում, նաև այսպիսի տեղեկություններ կան, որ հնարավոր է, որ Ռուսաստանից վերադարձնեն աշխատողները, որոնք Ռուսաստանում են գտնվում հայերին, նաև տեղեկություններ կան, որ օդային տարածքան հակելու մասին նույնիսկ հնարավոր է այսպիսի գործողությունների դիմեն, դուք պատրաստ եք եթե իսկապես նման սցենարներ զարգանան։ Ես այս իրականությանը, որը հիմա կա մեր արտահանողների եւ արտահանվող ապրանքների շուրջ, ես հույս ունեմ եւ կուզենամ մենք դրանց պատժամիջոց չանվանենք եւ ես հույս ունեմ, որ Ռուսաստանում եւս կա այդ ըմբռնումը, որ դա պատժամիջոց չէ, որովհետեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններից, բարեկամական հարաբերություններից դա բնավ չի բխում։ Մյուս հարցերի վերաբերյալ որևէ նման առարկայական տեղեկատվություն ես չունեմ, բայց բոլոր իրավիճակներին Հայաստանը տեր է կանգնելու իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ աջակցելու է, որպեսզի նրանք դժվարություններ չունենան։ Եվ մի հարց է, պարոն Խանդենյան, դիատոմենտ հետ կապված
Դուք ասում եք, որ ԵԱՏՄ այդ գործընկերների հետ շարունակեք խոսել, բացատրել իրավիճակը անդամպետությունների, բայց նիստում առնվազն նիստի բաց հատվածում, երբ որ վարչապետը դիրքորոշումը հայտնեց, որևէ արձագանք, որևէ դիրքորոշում հրապարակային չհայտնեցին, վարչապետերը այդ պետությունների, սա արդյոք նշանակում է, որ Հայաստանը առնվազն այս պահին եւ իդեպ Գալուզինը նաեւ նշում է, որ դեկտեմբերին այս փաստը, որ հանրաքվեի չարվի, դրա անդամպետությունները որոշում կկայացնեն։ Սա արդյոք նշանակում է, որ գոնե մինչև այս պահը Հայաստանին դեռ չի հաջողվում կամ Հայաստանը դեռ ձախողել է երկրներին համոզելու այս օրակարգից հետ կանգնելու հարցում, այսինքն ըստ էության դեռ չի ստացվում, ինչու՞։ Չէ, ես չէի ասի, որ մենք մեր ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ հարաբերություններում ձախողել ենք ինչ-որ բան համոզել ապացուցել։ Նաև դուք տեսնում եք, օրինակ ԵԱՏՄ առանցքային անդամ երկիր Ղազախստանի հետ ինչպես են ծավալվում են հարաբերությունները եւ պարտադիր չէ, որ նիստի ընթացքում ինչ-որ բան հայտարարի որևէ երկրի ներկայացուցիչ, որպեսզի մենք դրանից եզրահանգումներ անենք, թե ինչպիսին է այդ երկրի վերաբերմունքը ստացված իրավիճակին։ Մենք շարունակելու ենք աշխատել եւ նորից եմ կրկնում, որ ԵԱՏՄ անդամակցությունը չի բխում բացառապես միայն Հայաստանի Հանրապետության շահերից։ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը բխում է նաեւ ԵԱՏՄ մյուս երկրների շահերից։ Շնորհակալություն։